Ձեր կարծիքով հնարավոր է ամիսը 40,000 դրամ թոշակով ապրել։ Ամիսը 40,000-ով անգարելի է։ Անգարելի է։ Հիմա օրինակ երկու բիբեր արի, ասի արի 5,000 արդեն։ Երևան մոլ այդ կողմը Երևան սուպերմարկետ, որտեղ նա 7,000 դվի, արդեն եղավ 7, 5,000, 12,000։ Ինքս ամիսը явրի 40,000-ով դիդապրի մեկը, բայց եթե որ շունես աշխատանքի կացող չես, ձեր ես, մասնավոր կրբանոտ լեցուն չէ, քեզի նայող չգա, այդ 40,000-ը գրնա օրական միայն հաց առնել եւ բանիրմը ադով անցնել իր բոլոր ամիսը։ Ասե явրի 40,000 ինչ է որ հիմա Հայաստանի վեստեղմա։ Ոչ աշխատող է, ոչ թոշակառնող է, ոչ չգիտեր ինչ։ Ասե, չէ, անգարելի։ Հնարավոր չի, որովհետև մանավանդ մեծ տարիքում, երբ որ արդեն թոշակառու են ու աշխատելու հնարավորություն չեն ունենում, դրա համար 40,000-ը շատ քիչ է ու կարծեմ 40-ը չի 36,000-ը բավականին քիչ է։ Իրոք ես էլ եմ թոշակ ստանում որպես տնողազուրկ, մինիմալ թոշակի չափով 36,000 ու եթե ես կողքից չաշխատեմ, այդ 36,000-ը շատ քիչ է։ Չի բավարարում, իսկ դու ոչ մի թոշակառուի չի բավարարում, եթե երեխաները չօգնեն։ Հնարավոր չի մենակ ապրել եւ այդ թոշակով ապրել։ Միջին այդ զամբյուղը չգիտեմ ինչքան է։ Ամենայն դեպս, եթե դու մենակ ես, ասենք, վճարում ես կոմունալը, վճարում ես այլ ծախսեր, ես ձեզ ասել նաև թոշակառուն շատ ծախսում է դեղերի վրա։ Շատ։ Եվ ուտելը իհարկե շատ քիչ է։ Ամենայն դեպս գոնե 100,000-ից ավել պետք է լինի։ Ահա որ է, այս տարի գիտեք ոնց է թանկացումը, ամեն շաբաթ տեսնում ես մի բան թանկանում է։ Դից օր չի եղել, որ մի բան չտեսնես թանկացրել են։ 40,000 իհարկե չի բավարարում, բայց տենդենցիա ենք զգում, որ այս ապահովագրության բանի միջոցով, դեղերի միջոցով մի քիչ լավանում է, մի քիչ լավարկում է։ Հնարավոր է որ ասենք այս դեղերի ապահովագրության հաստատումից հետո գալով տարի արդեն մի քիչ բարձրացնեն։ Ես այդ կարծիքն եմ։ Դե իհարկե, պարքեավաճառները մի քիչ ճիշտ չի արած այդքան, ասենք, տարբերությունները։ Աշխատանքը հարկավոր է խախուսել, բան չունեմ ասելու, բայց նման ձևով որ ասենք տենց շատ մեծ տարբերություն ժողովրդի սոցիալականի մեջ այդքան տարբերություն ասենք վատ ապրողների տենց պարքեավաճառներին չի արձանագրել։ 40,000 դրամ թոշակով հիմա չէ հնարավոր չի ապրել, բայց գնալով երևի թե կավելանա թոշակը։ Դեռ աշխատում եմ։ Թոշակից մոտ 60,000, իհարկե 60,000-ը դա գումար չի։ Իսկ ինչքան պետք է լինի ձեր կարծիքով ամսական թոշակը, որպեսզի կարողանան նորմալ ապրել։ Դա կախված է քո պահանջներից։ Անհատական է։ Եկոնը մի 100,000 երևի որ մենակ թոշակառուն կարողանա գլուխը պահի։ Իսկ թվում է չէ, ոչ ավելի շուտ։ Որովհետև դա ուղղակի գոյատևելու գումարներ են։ Դա չի նշանակում, թե ժողովուրդը կարա դրանով ապրի։ Մանավանդ ծեր թոշակառու մարդ։ Ոնց կարող է բավարարել, հա թոշակը 10 Մարինա։ Գիտեք ինչ, ինչքան էլ որ լինի, ես համամիտ եմ վարչապետի հետ եւ իր օրենքների հետ։ Պատերազմող երկիր ենք, այս դրության մեջ ենք ապրում, բա ինչ պետք է լիներ։ Իսկ պարքեվավճարների մասին ինչ կասեք ամանորյա։ Պարքեվավճարների համար թող իրանք մտածեն, դա մեր պոզիցիան չի, որ մենք խոսանք։ Հա, ձեր կարծիքով արդար էր, այդքան շատ ֆարշիվնի հարցեր մի տուր աղջիկ ջան, եղա։ Չէ, պիտի թոշակը բարձրացնեն նորից ոչ դա։ Իհարկե ոչ։ Դա ինչ է, սկի սովորական են կոմունալ ծախսերը զմերային շրջանում ընդհանրապես չեք կարողանում հասցնել։ Շատ քիչ է եւ շատ դժգոհ ենք այս իշխանությունից։ Ինչպես կարելի է այդպես, ես 40 տարի մանկավարժ եմ աշխատել, հիմա ընդամենը 55 էլ չկա է, մոտավորապես 54,900 իբրլի 55։ Այդքան թոշակ եմ ստանում։ Եվ դա ինչ կարող է անել։ Ոչ մի բան, չեմ հասցնում։ Այն սովորական հաց Են որ էժան, այդ էժան բաներից ենք մենք։ Ձեր թոշակը ձեր ծախսերին բավարարում է, ձեր կարծիքով ամիսը կարող են 36,000 դրամ, 40,000 դրամ թոշակ։ Միանշանակ դա չի բավարար։ Չի կարող բավարարել չափանիշ չի դա։ Ունևորա, չունևորա կամ ինչ-որ մի բանի տեսակետի դա ձև չի։ Իսկ պարքեվավճարների մասին ինչ կասեք ամանորյա։ Դա պղծության գագաթնակետի հասած բան է, գիշերու ցերեկ։ Դա կողոպուտ է, դա պարքեվաճար չի։ Դա կողոպուտ է ողը։ Ինչ թոշակ ենք ստանում, որ բավարարի։
թանկ գրական, որը բացում է թազա գներ են գալի։ Ինչով պետք է մենք, ով որ արժանի էր, նա չստացավ, իսկ ով որ արժանի չէր, չի բավարարում։ 54,000 է, իսկ կարզինան ինչքան է, 78 թե ինչ է, չի բավարարում։ Մանավանդ, որ հիմա ամեն ինչը թանկացրել են, և գույքահարկը, որը որ 2 տարում 200%-ով ավելացել է, դա մի խայտարակ բան է։ Ես կասեի ընդհանուր, ես այդ պատերազմների մեջ մարդ եմ մլե, ամեն ինչից գիտակցում եմ։ Կլինի ծերության թոշակ, կլինի յուրաքանչյուր, ես ասել եմ ու իմ ասածի տեր եմ մլնելու, ասել եմ յուրաքանչյուր թոշակ առուն, պիտի առի կլինի զինվորական 200,000 դրամ Հայաստանի Հանրապետության մեջ։ Ես մնացածի մասին չեմ կարող ավելի նոր բան ասեմ։ Մետի տենում եմ իմ դաշտը սաղ երևում է փոքրուց հասկացել ենք, որ մեր տատը, պապը, մեր հայրը, մայրը, որ իրանք չլեին, մենք չէինք կլինի, մենք պիտի սիրենք իրանց հարգենք, համախմբենք գաղափարի շուրջ, հասկացողության շուրջ ու գնանք միջև վերջ, որ ապրենք անկախ երջանիկ Հայաստանում։ Մի հատ նպատակը ժողովրդին կոչ եմ անում։ Մի մարդու պես լսեք ինձ, ես այս չարաբաշտիկներին, այս դավաճաներին, հուդաներին արմատախիլ անող մարդն եմ, որ հասնենք մեր նպատակին։ Բնականաբար ոչ հնարավոր չի, ճիշտ է ես թոշակառու չեմ, բայց հնարավոր չի։ 40,000 դրամը թոշակառուի համար ինչ գումար է, երբ որ զավակները իրան չեն օգնում։ Իհարկե հնարավոր չի։